Հացադուլը շարունակվում են, հացադուլից պահանջները դեռևս անկատար են և ես մնալու եմ այնքան, մինչև հասնեմ իմ նպատակին, կամ հայ ժողովրդի նպատակին, որպեսզի մեր տղաներին հետ բերենք։ Արդեն երրորդ օրն է ինչ հացադուլի մեջ եմ, ու այս ընթացքում տարբեր քաղաքացիներ են մոտեցել, անցորդներ ուղղակի, քաղաքական ուժի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ընկերներ բոլոր, հարազատներ, բարեկամներ, գալիս զորակցում են, միգուցե մի քիչ համաձայն են իմ հետ, համաձայն չեն, բայց հենց մոտեցումներն նրա համար են, որ տարբերվեն, ու ես ողջունում եմ իրանց ներկայությունը, իրանց զորակցությունը։ Առաջի օրը փոխդեսպանը մոտեցավ, Անուններով կասես։ Չեմ հիշում։ Կայքերում կա, կարող եք փոխդեսպան կամ փոխտնօրեն։ Այսօր ևս մոտեցավ, հարցրեց զգացողության վերաբերյալ, ասաց, որ հետաքրքրված ենք, ինչ-որ փորձում ենք ինչ-որ բաներ անել, փորձում ենք որոշակի կապեր հաստատել։ Մոտ 5 րոպե առաջ եկավ գրասենյակի տնօրենը կամ դեսպանը, նաև դեսպանը։ Գրասենյակի տնօրենը զրուցեցինք, փոխադարձ հետաքրքրվեցինք իրավիճակից։ Դեռևս նորություն չկա, բայց սպասում ենք, հույս ունենք, որ դիվանագիտական ճնշման արդյունքում փոփոխություն կլինի և տղաներին կարողանանք դուրս բերել։ Իսկ որևէ կազմակերպություն կա, ասենք, թեկուզ և քաղաքական, որը որ, ասենք, անտարբեր է այս ամեն ինչի հանդեպ ձեր կարծիքով։ Չեմ հետաքրքրում, տարբերները կողքս են, ովքեր որ զորակցում են, կողքս են, ներվից թե ուղղակի այստեղ գալով, թե զանգելով, թե գրելով, բայց ամեն մեկ իր գործ ունի, ես չեմ պատրաստվում սրտներեն, որ իմ հետ չեն կամ կողմ չեն քայլում։ Իրենց անձնական գործն է, իրենց ազատության մեջ են։ Ես ամեն ինչ որ իմ համոզմունքն է, ես վստահ եմ ինքնին ու մինչև ոչ գնալու։ Իսկ քո կարծիքով լավագույն տարբերակը հացադուլն էր հայտարարել է։ Եթե երկար եմ մտածել, երկարասերով շատ ժամանակ չկար դրան, բայց հարաբերական երկար մտածեցի, հասկացա, որ այլ միջոցառումները, որից է օգուտ իմ պատկերացած, որից է փոփոխություն չեն բերելու, վստահ չեմ սրանով բերելու է փոփոխություն թե չէ, բայց այս են մի հարցն է, որ ես նեղություն եմ տալիս ինձ ու չեմ փորձում ուրիշների մեջ կամ միջոցով գտնել, որովհետև մի քանի անգամ տեսել եմ, որ ձախողել է ու դեռևս չունենք այդ գիտակցությունը, ասենք անկախության հետ կապված խնդիրներում շատ մարդիկ չեն հավատում ու իմ համար դա իմ համար լուրջ խնդիր է, լուրջ մարտահրավեր է Հայաստանի քաղաքացիների համար։ Դրա համար գտա այս ձևը, չեմ ասում, որ սրան են հաշվի առնելու իմ այս քայլն է դառնալու պատճառը, որ տղաներին դուրս բերեն այդտեղ, ես շատ գիտակցում եմ, չեմ արժևորում իմ արածը, ու իմ արածը պարզապես այդ փորձել տակ պահել թեման, հնչեղություն տալ ու մամուլում շոշափել, որպեսզի միջազգային հանրությունը հասկանան, որ իրանք սխալ են աշխատում առաջի հերթին, արդյունավետ չեն աշխատում ու երրորդ հերթին պետք է քայլեր ձեռնարկել, որովհետև միջազգային հանրությունը Մինսկի խմբի համանախագահներին այլ մանդատով է միազորել, միջնորդության այլ մանդատով է գրավել։ Ես վստահ եմ, որ լիարժեք միջնորդություն տեղի չի եղել։ Բայց եթե անգամ իրենք միջնորդել են ու արդյունքի չեն հասնում, այստեղ ես ուղղակի իմ բարձրաձայն մտածելով նաև դիմում եմ համանախագահ երկրներից երկուսին, Ամերիկային և Ֆրանսիային, և հիշեցնում, որ իրանք համամարտկային արժեքների համար շատ ժամանակ են ծախսել տարբեր անդոններից ու այս են դեպքն է, երբ համամարտկային արժեքներն է ողնահարվում և խոշտանգվում են զոհվածները, ոչ անուղղակի, բայց անուղղակիորեն խոշտանգվում են զոհվածները ու նրանք պետք է կոչ անեն, նրանք պետք է լուրջ քայլ անեն։
Իսկ Ռուսաստանին ինչի ես հանում այդ երեքից։ Ռուսաստանը երբեք չի փայլել համակարգային արժեքները տարածելով, խնդիր ունի իր երկրի ներսում։ Այդ թվում ունեն Ֆրանսիան եւ Ամերիկան։ Ուղղակի նրանք այս հարցում ավելի մարդու իրավունքների հարցում ավելի մեծ դերակատարում ունեն ու նրանք պարտավոր են իրենց սահմանադրության մանդատը իրականացնել, հա։ Իրենք կարող են, ես ոչ թե խնդրում կամ ակտալում եմ կամ աղաչում եմ, ես պահանջում եմ որպես Մինսկի խմբի համանախագահների, բայց չգիտեմ, եթե պետք է անտեսեն այս դեպքը, որովհետեւ բան չեմ կարող անել։ Որ անտեսեն ուղղակի աշխարհը պետք է մեկ անգամ եւս իրականության հետ առնչվի։ Իսկ Ռուսաստանը պարզապես պետք է լրացում տալ Ռուսաստանը։ Դա ավելի ազնիվ է իմ կարծիքով, որովհետեւ երբ որ զենք ես մատակարարում մի պետության, որը սպառնում է քո ռազմավարական դաշնակցին, այս պարագայում լրությունը ամոթից բացված լրությունը ավելի անկեղծ է ու ավելի գնահատելի իմ կողմից, քան թե այլ խոսքեր ինչ են։ Դեսպանը ասաց, որ նաև իսկ արդեն որ ռուսական տարբեր շրջանակներում կա որ Ռուսաստանը անհանգստացած է։ Իհարկե պետք է անհանգստանալ։ Ինչպես որ ցանկացած պետություն պետք է անցնեն, որ իրենց հետ է կարող նման բաներ լինել։ Հատկապես այս տարածաշրջանում երբ անելիք ու ասելիք ունեն, բայց դեռևս հակամարտությունը մնում է չլուծված։ Ինքնազգացողությունը ինչպես է։ Շատ լավ, ավելի լավ եմ, քան 2 օր առաջ։ Հիմա ինձ եմ զգում։ Ստամոքսից հաղթել եմ, ամենակարևոր բանն է, երբ որ մարդը կարողանում է իր ստամոքսի հետ հարաբերությունները ջիսերով բազի։ Ու ինձ եմ նայում եմ առաջ, սպասում եմ լավ լուրի, լավ լուրը ցանկանում եմ տղաների ընտանիքներին։